Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցը մեծ զայրույթ է առաջացրել հայ հասարակության շրջանում։ Ըստ հայկական զլմների, թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Հայաստան են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ եւ Հայաստանի պետական բյուջեի միջոցներով։ Թուրքական տաս լրատվամիջոցների ներկայացուցիչները երրորդյա այցի շրջանակներում հարցազրույցներ ու քննարկումներ են ունեցել վարչապետի մի շարք այլ պաշտոնյաների, ինչպես նաև փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ։ Մինչդեռ Փաշինյանի սույն քայլը հայ հասարակության շրջանում չգնահատվեց։ Թուրք լրատվամիջոցների ներկայացուցիչներին մեր վարչապետը ինչ ասելիք ունի ըստ ձեզ։ Ինքը բոլորին էլ ասելիք ունի ըստ ինձ։ Միայն լսողը պետք է հասկանա իր ասածները ու ճիշտ են։ Ինչ իմանամ այ բալաջան Նիկոլն իր հերթին, ժողովուրդն իր հերթին չեմ կարող ոչինչ ասեմ։ Ինչա ուզում ես նստել տաս։ Դե ինչ ասեմ, թուրքերի հետ ինքը գնում է չայել է խմում, Ղարաբաղը տվել է, գնացել է, նստել է չայել է խմում, ապարում է, ուրախանում է, իր բարեկամներն։ Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հաշվին կարող է արդեն ինչ ասես կարող անի հանուն թուրքերը էլի Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ սպասելի է եթե նա կատարի ածու թուրքերի համար ուղղակի քաղաքացիները պետք է հասկանան որ այսքան հարկերի բարձրացումը եւ այլն նաեւ գնում է արդեն թուրքերի սպասարկմանը Ինչպես տեսնում ենք, հարցվածների կարծիքները բաժանվում են։ Ոմանք վարչապետին մեղադրում են դավաճանության։ Մյուսները, ինչպես իրենք են ասում, հիմա Նիկոլ Փաշինյանը թուրք պաշտոնյա է եւ Հայաստանի պետական բյուջեի հաշվին թուրքական լրատվամիջոցներին հարցազրույց է տալիս։ Հայաստանի կառավարությունն էլ իր հերթին հայտարարել է, որ այդ կերպ փորձում են Թուրքիայի հանրությանը հնարավորինս ուղիղ եւ հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման։ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները